լուրջ եք հարցնում, չէ՞, ես տենց եմ հասկանում։ Դուք լրջորեն եք հարցնում տալիս։ Չէ, իսկապես, եթե ինչ-որ մեկը լրջորեն դա շարունակում է պնդել, դուք որպես մեդիայի ներկայացուցիչ երևի պարտավոր եք նաև եւ տեղին պարզաբանում ուզել։ Դե ինչ Ժողովուրդ ջան, եւս մի անգամ ասում եմ, 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Անմտությունը, ավելին ասեմ, մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է մտածում, կամ կրկնողը չի հասկանում, ընդհանրապես չի ուղղակի տարական ուղեղի ինչ-որ բջիջների մակարդակով չի հասկանում ինչ է ասվում, ու ասում է, որ դա չի լինելու, չկա այդպիսի բան։ Եվ կամ երկրորդը սրիկայություն է, որտեղ չարամտորեն կրկնում այն ինչ որ չկա։ Փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, այսպես ասած, անօգուտ իհարկե, սեղմել ինչ-որ ցավոտ կետերի, հասարակության համար ցավոտ կետերի վրա։ Ընդ որում ես չգիտեմ այդ մարդը, որ անընդհատ այս նույն միտքը կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն ավելի լավ, որն ավելի լավ պատճառը, այն, որ ինքը կրկնում է, որտեղ չի հասկանում, թե այն, որ ինքը կրկնում է, որտեղ չարամիտ մտադրություն ունի։ Երկու դեպքում էլ մեր համար արդյունքը կամ, չգիտեմ, դրսևորումը եզրակացություն մեկն է, կամերաներ ընդեղ են, հարգելի հայրենակիցներ, 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն եւ սրիկայություն։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Եվ այս սրանից հետո հնչում է հարց, իսկ քանի ադրբեջանցիների բնակեցման մասին է խոսքը գնում, ոչ մի պարոն Կիրակոսյան։